Երբ շինհրապարակում աղմուկը դադարում է, նշանակում է շենքը պատրաստ է, սպասում են նորամուտի։ Երևանում նորակառույցները վեր են խոյանում, լցնելով մայրաքաղաքի ավելի ամայի հատվածները։ Սակայն որակյալ եւ անվտանգ կառույց ունենալու համար կարևոր է ճիշտ գնահատել տվյալ տարածքի գրունտը։ Թերի աշխատանքի դեպքում ցածր բալանոց երկրաշարժից էլ շենքը կարող է վնասվել, անգամ փլուզվել։ Բարդ հետևանքներից խուսափելու համար անհրաժեշտ են հատուկ մասնագետներ, երկրատեխնիկական ճարտարագետներ, որոնք մեր երկրում գրեթե չկան։ Պատկերացրեք, դա ոնց որ բժիշկ, բայց գրունտի հետ կապված։ Շատ վնասներ, շատ խնդիրներ հենց առաջանում են գրունտի հետ կապված սխալ գնահատումից։ Սա է գլխավոր պատճառը, որը կարող է հետագայում բերել լուրջ խնդիրների, այդ թվում վթարների։ Երկրատեխնիկական ճարտարագետը մասնակցում է ոչ միայն շենքի նախագծման, այլև շինարարական փուլերին։ Նախագծման փուլում այդ մասնագետները կատարում են հաշվարկներ, կիրառելով տարբեր համակարգչային ծրագրեր, գնահատում գրունտի հետ կապված խնդիրները, իսկ շինարարության փուլում ստուգումներ են իրականացնում, արդյոք համապատասխանում է իրենց հաշվարկները տեղում իրավիճակին։ Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանն այս կադրերի պակասը լրացնելու նպատակով մեկնարկում է մագիստրոսական նոր կրթական ծրագիր։ Ամբիոնի վարիչի խոսքով ուղղությունն ինժեներաերկրաբանության եւ կոնստրուկցիայի միավորումն է իր առանձնահատկություններով։ Երկրատեխնիկական ճարտարագետների գործը կառուցապատողները հաճախ հանձնարարում են կոնստրուկտորներին կամ ինժեներ-երկրաբաններին։ Իրականում այդ աշխատանքը չեն կարող կատարել լիովին, լիարժեք, թե ինժեներ-երկրաբանը, թե կոնստրուկտորը, որովհետև կան այնպիսի խնդիրներ, որը հնարավոր չի լուծել, այսինքն պահանջում է լուրջ գիտելիքներ։ Ու սա նշանակում է, որ այն դեպքերում, երբ որ կառաջանան լուրջ խնդիրներ, շինարարական կազմակերպությունները կամ նախագծային կազմակերպությունները պետք է միանշանակ օգտվեն այս մասնագետների աշխատանքից։ Դադայանի խոսքով բուհի նոր լաբորատորիաներն ու սարքավորումները տեսական գիտելիքներին զուգահեռ կզարգացնեն նաև ուսանողների գործնական հմտությունները։ Իդեպ երկրատեխնիկական ճարտարագետների աշխատանքը չի սահմանափակվում միայն շենքերի շինարարությամբ։ Նրանք զբաղվում են նաև ճանապարհների, կամուրջների եւ այլ շինությունների կառուցմամբ։ Արամ Մարանդյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։